Արգենտինայի հայկական կազմակերպությունները խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Գարեգին II ամենայնեհայոց կաթողիկոսի ելքը երկրից, թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Հայաստանում եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ամենախիստ ձևով դատապարտել է նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է օրեր առաջ Ծաղկաձորում կայացած հայ-ադրբեջանական կլոր սեղանի հայկական կողմի ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը։ Ըստ նրա, հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում է տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա։ Ինտեր Յուվենտուս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։ Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա։ Եղիշե Մելիքյանը եւ Հենրիխ Մխիթարյանը նաեւ քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր։ UFC-ի հայտնի մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իլիա Թոփուրյայի հետ անխուսափելի է։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա, գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում հրապարակելով Թոփուրյայի հետ հնարավոր մենամարտի պաստառը։